Նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բացառությամբ թոշակառուների պետք է լրացնեին հայտարարագիր, որի ժամկետը երկարաձգվել էր մեկ անգամ մայիսից մինչև նոյեմբեր։ Սակայն օրեր առաջ ԱԺԿ պատգամավոր Վազգեն Թունյանը հանդես եկավ նոր օրենսդրական նախագծով եւ արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը նահանջել է եւ այլևս չի պահանջում մարդկանցից հայտարարագիր լրացնել։ Ասել է, թե համընդհանուր հայտարարագրման ծրագիրը ձախողվել է։ Պատգամավորի խոսքով, եթե գործող կարգով քաղաքացիները պարտավոր են մինչև նոյեմբերի 1-ը մուտք գործել համապատասխան հարթակ եւ հաստատել իրենց եկամուտների մասին նախապես լրացված տվյալները, ապա նոր կարգով այս պահանջը փոխվում է։ Եթե քաղաքացին պետական եկամուտների կոմիտեի կողմից արդեն իսկ հայտնի եկամուտներից բացի այլ եկամուտ չունի եւ լրացնելու կամ ճշտելու տվյալներ չունի, նա կարող է պարզապես չմտնել հայտարարագրման համակարգ։ Վերջնաժամկետից նոյեմբերի 1-ից հետո նման դեպքում հայտարարագիրը կհամարվի ավտոմատ կերպով ներկայացված ՊԵԿ-ի տրամադրության տակ եղած տեղեկության հիման վրա։ Այսպիսով, համակարգ մուտք չգործելը կդիտարկվի որպես լուռ համաձայնություն։ Այս գործընթացը չիրականացնելու դեպքում տուգանք չի սահմանվում, սակայն տուգանք կա մեկ այլ դրվագով։ Այս պարզեցումը չի վերաբերում այն քաղաքացիներին, որոնք ունեն ՊԵԿ-ին ոչ հասանելի եկամուտներ, օրինակ վարձակալությունից ստացված եկամուտ։ Եթե հետագայում պարզվի, որ քաղաքացին ունեցել է չհայտարարագրված եկամուտ, նա կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության։ Հայաստանում 2023 թվականին ներդրվել էր եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ 24 թվականի համար հայտարարվել էր, որ ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով մինչև մայիս ամիսը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին էլ հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները երկարաձգում են եկամտահարկի հայտարարագրի ներկայացման ժամկետը մայիսից մինչև նոյեմբերի 1-ը հանրային ճնշման արդյունքում։